Հանուն Հոր և Որդվո և Ոգուի Սրբո ամեն։ Պահքը սրբություն է ու արդարություն պահեցողների համար, աստվածային զենք, զորություն ու զարդ, հրեշտակային կարգ, ինչպես ասում են եկեղեցու սուրբ հայրերը։ Պահքը այնքան տարիք ունի, այսինքն պահեցողության պատվիրանը, որքան մարդկությունը գոյություն ունի։ Առաջին մարդը, նախաստեղծ մարդը, որ հողից ստեղծվեց, Ադամն է, դրվեց դրախտում, և Ադամին պատվեր տրվեց չուտել բարու և չարու գիտության ծառի պտղից, արգելված պտղից չճաշակել, սա պահեցողության մի պատվիան էր, դաստիարակվեց Ադամը այս պահեցողության պատվիանով, և եթե պահեր, իր հրեշտակային աստիճանի վրա պետք է լիներ, բայց ցավոք սրտի չպահեց Ադամը, և մարդը պատվի մեջ էր, ասում է Դավիթ Սաղմոսերգուն, չգիտակցեց իր երկնային պատիվը փառքը, իջավ հավասարվեց անբան անասուններին։ Եթե մինչև պատվյանը խախտելը ծառերի պտուղներից պետք է ճաշակել, հիմա անբան անասունների նման խոտ է ճարակում, ինչպես մենք։ Ինչ տեղի ունեցավ, երբ պահքը չպահեց Ադամը։ Զրկվեց փառքից, անեծք ժառանգեց, ոչ միայն Ադամը, այլ նաև մենք, Ադամ որդիներս, այլև ամբողջ երկիրը, տիեզերքը, տարերքը, բուսականությունը, մեղքի պատճառով, պատվյանը խախտելու պատճառով ընկավ անեծքի տակ։ Ուրեմն այսօր Աստված մեզ պատվիրում է, որ պահքը պահենք, որտև Ադամը չպահեց, դրախտից վտարվեց։ Մենք էլ պետք է պահենք Ադամի և մեր փոխարեն, որպեսզի զղջանք, որպեսզի ապաշխարենք, որպեսզի կարողանանք մտնել թե դրախտ և թե երկնքի արքայություն։ Այնուհետև ադամորդիները տարածվեցին աշխարհի վրա, բազմացավ մարդկությունը, լցրեց երկիրը, մարդիկ սկսեցին կրկին մեղքեր գործել։ Նոյի ժամանակ, ինչպես Քրիստոս է ասում, ուտում էին, խմում, կին էին առնում, մարդու էին գնում, և այսպես մեղքը, չարիքը, անժուշկալությունը, որովհետև բոլոր մեղքերը հարբեցողությունից, ворգրամոլությունից և ամեն տեսակի չար անժուշկալությունից է գալիս, տիրեց աշխարհին, և Աստված ամբողջ մարդկությունը ջրհեղեղով վերացրեց։ Ինչու՞, որտև պահք չէին պահում, որովհետև արբեցությունների, գինարբուքների, մեղքերի, շվայտությունների մեջ էին։ Պահեց Նոյին մենակ։ Ինչու՞, որովհետև Նոյը 500 տարի սրբությամբ ապրեց, կուսությամբ ապրեց, պահքով ու աղոթքով։ Նոր 500 տարի լրանալուց հետո Աստծո պատվիրանով ամուսնացավ, 3 որդիներ ունեցավ, Սեմին, Խամին, Հաբեթին։ Եվ 1 տարի, երբ ջրհեղեղը եղավ, Նոյը գտնվեց տապանի մեջ, այդ 1 տարին պահք պահեց Նոյը։ Աստծո ցասումը, Աստծո բարկությունը մեղմացնելու և ողորմություն իջեցնելու ժողովրդի վրա։ Եվ այդպես էլ եղավ, Աստված հաշտվեց հանուն մարդկության փրկության, հանուն Նոյի պահեցողության, տեսեք մի արդարը պահք պահեց, աղոթք արեց, 1 տարի տապանում մենակ բանջարեղեն էր ուտում։ Դուրս եկավ և Աստված հաշտվեց մարդկության հետ, հաշտության նշանը դրեց երկնքի ու երկրի միջև, որ է ծիածանը, և ասաց մարդկությունը այլևս ամբողջ մարդկությունը ջրհեղեղով չեն վերացնել։ Դանիելը
Ամբաստանվեց, ինչու, որտև աղոթող պահեցող առաքինի մեկն էր, չար մարդկանց կողմից ամբաստանվեց, նետվեց առյուծների գուբը, առյուծներին երկար ժամանակ ոչինչ չէին տվել, որպեսզի երբ Դանիելը ընկնի գուբի մեջ, տեղում հոշոտեր, բայց ինչ տեղի ունեցավ, առյուծները սկսեցին Դանիելի հետ ծոմ պահել, 7 օր, ոչ Դանիելը կերավ, ոչ էլ առյուծները Դանիելին կերան, պահք պահեցին առյուծները, տեսեք ինչ հրաշալի սքանչելիք տեղ ունեցավ, 7 օր առյուծները ոչ կերան, ոչ խմեցին, ոչ էլ Դանիելին կերան, և այդպես առյուծների հետ Դանիելը գուբի մեջ աղոթքով ու պահքով էր անցկացնում, անասուններին, այն էլ ինչ անասուններին, ինչ գազաններին, Դանիելը խոնարհվեցրեց, ասեց պահք պահեք հետս, ես չեմ ուտում, դուք էլ մի կերեք, և այդպես դուրս եկավ Դանիելը առյուծների գուբից և փառավորվեց մարդկանց, հրեշտակների և Աստծու առջև, և այսօր միշտ մենք հիշում ենք Դանիելի պահեցողությունն ու աղոթասիրությունը։ Այսօր մեզ էլ պատվեր կա, լավ լսեք, երկու ակաժներդ լավ բացեք լսեք, պահք պտի պահեք, Աստված ասնի վերափոխման տոնն է, մյուս կիրակի, երկուշաբթի օրվանից պահք է, զղջումի ապաշխարության շրջան, ով չի պահում պահքը, քրիստոնյա չի կոչվում, լավ իմացեք, եթե իհարկե տկարություններ, հիվանդություններ, ծերություն ու մանկություն չունի։ Պահքը մենք ստանում ենք սնունդ տարերքից, հողից, ջրից, օդից, կրակից, ուտիքը ստանում ենք կերակուր կենդանիներից, ինչպես կաթն է, ինչպես պանիրն է, ինչպես միսն է, ինչպես ձուն է, դրանք ուտիքի կերակուրներն են, այսինքն պահքը կերակուր է, որ ստանում ենք տարերքից, ինչպես Աստված ի սկզբանե ստեղծել էր ու պատվիրել էր, որ տարերքից կերակրվենք, հողից, օդից, ջրից, ոչ թե կենդանիներից, բայց հետո թույլ տվեց, ասեց նաև կենդանիներից կերակրվենք։ Ուրեմն այս պահոց շրջանում մենք արարչական առաջին վիճակին պետք է վերադառնանք։ Ուտիքը դուրս կգա, ուտիքի կերակուրները կճաշակի։ Բայց ոչ միայն կերակրի պահք պետք է պահենք, այլ նաև մեղքից մեզ հետ պետք է պահենք։ Մեր աչքերը պետք է աղոթք կարդան, ավետարան կարդան, ոչ թե ժամերով հեռուստացույց նայեն, ինտերնետ մտնեն, պահքի շրջանին աղոթքի շրջանը, ավետարան պետք է կարդանք, նարեկ պետք է կարդանք, աղոթք պետք է անենք, ինտերնետ չպետք է մտնենք, հեռուստացույց չպետք է նայենք։ Ակաժները պետք է պահենք ամեն տեսակի չար երգերից, զրույցներից, խոսակցություններից, բերաններ նույնպես, ձեռքերը, ոտքերը, աղոթքի, պետք է գնանք եկեղեցի, պետք է ժամերգություններին մասնակցենք։ Մեղքերի համար թողություն խնդրենք Աստծուց, այս պահքի շրջանում։ Ուրեմն պետք է պահենք ուտիքի կերակուրներից, պետք է պահենք մեղքերից մեզ։ Եվ մեղքերից պահելու պատվիրան միշտ մենք ունենք, ամբողջ մեր կյանքում։ Պահոց կերակուրներ ճաշելու պատվիրան միայն պահոց օրերին։ Ուրեմն այս շրջանը սրբությամբ, աղոթքի շրջան է։ Մենք էլ մտնենք այս աղոթքի մեջ, այս ժուշկալության մեջ, որտեղ հրեշտակներն ուրախանում են, երբ մենք պահք ենք պահում։ Դևերն էլ կաքավում են, երբ որ մենք պահքը խախտում ենք։ Ուրեմն ուրախացնենք հրեշտակներին և տխրեցնենք չար ուժերին։ Ամեն։